Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեին։ Զրուցակիցները կարևորել են տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում ուղիղ ավիաչվերթների թվի ավելացումը։ Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի եւ դրա սկզբունքների շուրջ։ Հայաստանում է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը։ Անիտա Դիմիտրիուն երեկ հանդիպել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Բանակցություններից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների շինծու դատավարություններին, Կիպրոսի խորհրդարանի նախագահը հայտարարել է, թե անընդունելի է, որ 2025 թվականին քննարկել կամ տնտեսնել նման դրսևորումներ եւ պատկեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին։ Տիկին Դիմիտրիևին ես տեղեկացրեցի նաև մեր այն իրավիճակի մասին, որը որ այսօր կա կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ եւ վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում ունեցել եւ ինչպես մշտապես աջակցել է այդ խնդրին։ Հայաստանը նույնպես իր կողմից մշտապես աջակցել է եւ աջակցելու է Կիպրոսի խնդրին եւ ես դրա մասին նույնպես քննարկում ունեցա Տիկին Դիմիտրիևի հետ, ինչպես նաեւ տեղեկացրեցի մեր ռազմագերիների անհայտ կորածների հետ կապված խնդրին եւ պետք է ասեմ, որ երկկողմ կա լիակատար ընկալում մեր շահերի լիակատար համընկնում։ Եվրոպան եւ միջազգային կառույցները չպետք է առաջնորդվեն երկակի ստանդարտներով։ Մենք պետք է չմոռանանք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Պետք է ունենանք հստակ արձագանք հիմնված արդարության վրա։ Մենք հուսով ենք, որ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կկնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեզ տեղեկացրեց այդ ուղղությամբ արվող ջանքերի մասին։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել դիվանագիտական շրջանակներում իրականացվող բոլոր փորձերին։ Ի վերջո խաղաղության պայմանագիրը պետք է ոչ միայն ստորագրվի, այլև լիարժեք կյանքի կոչվի։ Դա կօգնի նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրամիությանը, ինչպես նաև մնացած երկրների հետ ավելի սերտ հարաբերությունների կառուցմանը։ Երբ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկիր ծաղկում է, զարգանում է։ Կիպրոս արդեն 50 տարի է կիսված է։ Մենք գիտենք ինչ է նշանակում ապրել երկարատև հակամարտության պայմաններում։ Այդ փորձառությունն էլ է պատճառը, որ Կիպրոսն աջակցում է հայ ժողովրդին խաղաղություն հաստատելու ջանքերում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւս հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Անդրադառնալով Երևանում եւ Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացմանը, Արարատ Միրզոյանը եւ Անիտա Դիմիտրիուն վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ընդլայնել համագործակցությունը նոր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության շարունակական խորացման հարցում Հայաստանի եւ Կիպրոսի միջև փոխգործակցության կարեւորությունը եւ հեռանկարները։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապոլոսին եւ պաշտպանության հարցերով կցորդ գնդապետ Խրիստոս Արսենյուին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ամփոփվել են Սուրեն Պապիկյանի Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով այսօր կայցելի Երևան։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նախատեսվում են բանակցություններ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Նոր լարվածություն է նշմարվում Թբիլիսիի եւ Բաքվի միջև հարաբերություններում։ Ադրբեջանցի սահմանապահները կրկին արգելել են վրացի ուխտավորներին այցելել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիր։ Հիշեցնեմ, որ այն վրացական եկեղեցու կարևորագույն սրբավայրերից մեկն է։ Թեմայի շուրջ Վահագն Հակոբյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Դե ադրբեջանցիները վաղուց արդեն այդ վրացական միջնադարյան
համալիրը հռչակել են աֆղանական, ինչպես եւ Արցախի հայկական եկեղեցիներից մեծ մասը եւ անվանում են Քեշիկչի դաղ։ Ուրբաթ օրը Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին փորձել էր այցելել Դավիթ Գարեջի վանական համալիր եւ ադրբեջանցի սահմանապահները արգելել են նրան կանգնեցնելով եւ հետ ուղարկելով։ Նաթելաշվիլին հայտարարել է, որ թեև այդ տարածքը ադրբեջանական սուվերեն տարածք չի համարվում, այլ պաշտոնապես համարվում է վիճելի տարածք, ադրբեջանցիները իրավունք չունեին սահմանափակել իր տեղաշարժվելու իրավունքը եւ նրան տեղեկություններով այժմ ադրբեջանցիները վերահսկում են ամբողջովին այդ վանական տարածքի այն մասը, որը հարում է Չիչխիտուրա աշտարակին եւ Ուդաբնո մատուրին։ Ֆորմուլա TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նաթելաշվիլին հայտարարել է, որ իր տեղեկությունների համաձայն Վրաստանի իշխանությունները միակողմանի զիջում են արել Ադրբեջանին, հանձնելով այդ հողատարածքները Ադրբեջանին եւ դրա դիմաց իշխանությունները իբրև թե Ադրբեջանից ինչ որ այսպես առավելություններ են ստացել էներգետիկ ոլորտի նախագծեր իրականացնելիս։ Այդ ամենը Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավարը անվանել է Վրաստանի սուվերեն տարածքի մի մասի օկուպացիա։ Արդյոք եթե այդ տարածքը Ադրբեջանի սուվերեն տարածք չի համարվում, ապա ինչու են այդտեղ ադրբեջանցի սահմանապահները կանգնում։ 91 թվականից մինչ օրս այդ տարածքը վիճելի է համարվում, դեմարկացիան այդ հատվածում չի իրականացվել եւ բազմիցս ադրբեջանցիները փորձել են եւ կարողացել են երբեմն վերահսկողության տակ վերցնել այդ տարածքը, բայց 19 թվականին կողմերը համաձայնության էին եկել վերականգնել ստատուս քվոն եւ որպեսզի ադրբեջանցիները չսահմանափակեն Վրաստանի առնվազն ուխտավորներին եւ զբոսաշրջիկների իրավունքը այցելել այդ մատուրներ եւ վանական տարածքի մեջ մտնող այլ սրբավայրեր։ Եվ երկար ժամանակ իսկապես վանականները հնարավորություն են ունեցել այցելել, այնտեղ ծեսեր էին իրականացվում եւ ադրբեջանցի սահմանապահները կարծես չէին սահմանափակում։ Դրանից հետո այնուամենայնիվ խախտեցին ձեռքբերված պայմանավորվածությունը եւ կրկին անցակետ տեղադրեցին եւ սկսեցին որոշել ում իրենք թույլ են տալիս, իսկ ում կարող են թույլ չտալ։ Այս դեպքում վրացի այդ քաղաքական գործի իրավունքը սահմանափակել են, ինչը որևէ կերպ չի տեղավորվում վրացական օրենքներում, շրջանակներում եւ կարծում եմ Վրաստանի իշխանությունները պետք է որ արձագանքեն այս փաստին։ Ինչով են ադրբեջանցիները հիմնավորում իրենց այդ նկարտումները։ Հիմնավորում են շատ կասկածելի քարտեզներով, բանն այն է, որ 96 թվականին կողմերը համաձայնության էին եկել դեմարկացիան իրականացնելու 38 թվականի քարտեզների հիման վրա։ Բայց այնուհետ տարօրինակ բան տեղի ունեցավ։ Դեմարկացիայի հարցերով պետական հանձնաժողովի 2 անդամներ ըստ հետաքննության մարմինների տեղեկությունների լինելով շահագրգռված թաքցրել էին 38 թվականի քարտեզները եւ առաջարկել էին 70-80-ական թվականների քարտեզներով շարունակել դեմարկացիան, ինչը բխում էր Ադրբեջանի շահերից։ Ենթադրվում է, որ անձնական շահագրգռվածություն են ունեցել, դե կարող են կռահել, թե ինչի մասին է խոսքը։ Արդյունքում Վրաստանը զրկվել է 3.500 հեկտար տարածքից սահմանի տարբեր հատվածներում, այդ թվում նաև Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում։ Մի քանի տարի առաջ Վրաստանի իրավապահները ձեռբակալել էին այդ հանձնաժողովի 2 անդամների արտգործնախարարության մի բարձրաստիճան պաշտոնյայի եւ սահմանային ոստիկանության նախկին մի աշխատակցի։ Նրանց գործով դատը դեռ ավարտված չէ, բայց այդ գործով որպես վկա է անցնում առայժմ վկա նաև Վրաստանի նախկին պաշտպանության նախարար։ Ներկայիս իշխանությունները փորձում են այս պատմությունը օգտագործել նախորդ իշխանություններին վարկաբեկելու համար, իդեպ նաև Սաակաշվիլին են փորձում ներգրավել որպես կասկածյալ, պնդելով թե իբր նա Իլհամ Ալիևի գործարքի հետ արդյունքում, այսպես զիջել է ահռելի մեծ տարածքներ, ակնարկելով, որ դրա դիմաց անձնական ինչ-որ բաներ է ստացել Ալիևին։
Այս թեման մեզ համար ակտուալ է նրանով, որ մեր դեպքում եւս Ադրբեջանի հետ դեմարկացիայի հարցում տարբեր քարտեզների խնդիր է քննարկվում եւ մեզ սա պետք է որ սթափեցնի եւ հիշեցնի, որ նման բաներ եւս կարող են տեղի ունենալ։ Շնորհակալություն Արձան։ Հեռախոսով ավելի քան 2 ժամ բանակցություններ են վարել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները։ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը զրույցից հետո կարճ հայտարարություններ են արել։ Պուտինը լրագրողներին ասել է, որ շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման վերաբերյալ ուղիղ բանակցությունների վերսկսման հարցում աջակցության համար։ Կրեմլի ղեկավարը ասել է, որ Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերմամբ։ Նա հավելել է, որ Մոսկվայի եւ Կիևի միջև հուշագիրը կարող է ներառել հրադադարի եւ կարգավորման սկզբունքների հարցեր։ Հարցը իհարկե այն է, որ ռուսական եւ ուկրաինական կողմերը ցուցաբերեն խաղաղության առավելագույն ցանկություն եւ գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին, ասել է Պուտինը, եւս մեկ անգամ կրկնելով, որ Ռուսաստանի համար գլխավորը այս ճգնաժամի արմատական պատճառները վերացնելն է։ Իր հերթին Դոնալդ Թրամփը Պուտինի հետ իր զրույցի տոնը եւ ոգին անվանել է գերազանց։ Նրա խոսքով Մոսկվան եւ Կիևը անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի վերաբերյալ։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ բանակցությունները կսկսվեն անմիջապես, ինչի մասին նա արդեն տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, ինչպես նաև եվրոպական գործընկերներին։ Ասիական զարգացման բանկի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում են 46 դպրոցներ։ Ծրագիրը ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելու։ Աբովյանի թիվ 2 դպրոցի տնօրենը եւ աշակերտներն են, ովքեր ամիսներ առաջ են տեղափոխվել լուսավոր, ժամանակակից եւ տեխնիկապես հագեցած նորակառույց դպրոց։ Շենքային պայմանների էական բարելավումը հնարավոր է դարձել Ասիական զարգացման բանկի եւ պետության համատեղ ջանքերի շնորհիվ։ Դասերը լուսավոր եւ տեխնիկապես հագեցած դասասենյակներում անցկացվելը ոչ միայն նպաստում է կրթական գործընթացի արդյունավետությանը, այլև ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ երեխաները դպրոց են գալիս առավել մեծ հաճույքով։ Լիք նոր հնարավորություններ կան, մենք 3 տարի ուրիշ դպրոցում ենք եղել ու հիմա եկել ենք ստեղ, շատ լավ հնարավորություններ կան, մանավանդ այս սենյակում։ Շատ սիրուն է, բոլորիս դուրը շատ գալիս է, շատ սիրուն գեղեցիկ դասասենյակներ ունենք։ Այս աշխատանքները ինձ համար շատ հետաքրքիր են, ԹԳԳ-ն շատ կարևոր առարկաներից մեկն է, հաճույքով եմ գալիս։ Երեխաներին լուսավոր դպրոցներում որակյալ կրթության ապահովման համար Ասիական զարգացման բանկի կողմից սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը մշակվել եւ պետության հավանությանն էր արժանացել դեռ 2015 թվականին։ Առաջին վարկով տրամադրվել էր 88.5 միլիոն դոլար, ապա 2023 թվականին հաստատվել է լրացուցիչ ֆինանսավորում 7.3 միլիոն դոլարի չափով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել կամ ամրացնել 46 դպրոց, որից 14-ը Երևանում եւ մնացածը բոլոր մարզերում, այսինքն ծրագիր ունի մեծ ընդգրկվածություն, բոլոր մարզերը ընդգրկված են։ Նաեւ մի բան էլ ավելացնեմ, որ ծրագրի շրջանակում մեզ համար կարևոր պայմաններն, պահանջները եղել են սեյսմիկ անվտանգությունը, ներառականությունը եւ էներգախնայողությունը, այսինքն բոլոր դպրոցները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար անվասայլակներով, որպեսզի իրենք ազատ տարածքում տեղաշարժվեն եւ մեր բոլոր դպրոցները, գրեթե բոլոր դպրոցները ունեն արևային պանելներ եւ օգտագործվում են էներգախնայող շինարարական նյութեր։ Բոլորիս ծանոթ զանգի ղողանջները այս դպրոցում այլ էին։ Ամեն դասամիջոցի ավարտին հնչում է հայրենասիրական ոգին բարձրացնող երգեր։ Իսկ հայ երկու ուսումնասիրող աշակերտները դասամիջոց դուրս են գալիս միջանցք հայկական պարելու։ Դպրոցի տնօրենի խոսքով գեղեցիկ եւ հարմարավետ շենքային պայմանները նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։ Պայմանները
կարող եմ ասել, որ կատարյալ են գրեթե եւ նոր չափորոշչի, նոր ժամանակակից կրթության պահանջներին, աշխարհի պահանջներին համահունչ բոլոր պայմանները հիմա ունենք, որպեսզի որակյալ, ժամանակակից եւ արդյունավետ կրթություն կարողանանք ապահովել մեր բոլոր 1563 այսօր աշակերտների համար։ Գոհար Մուսայելյանի խոսքով այս ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Ասիական զարգացման բանկը ծրագրի շրջանակում որոշումների կայացման վրա էական ազդեցություն չունի։ Գնումներն ու ֆինանսական ամբողջ կառավարումն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Ֆինանսական մասհանումներն էլ իրականացվում են միայն այն դեպքում, երբ բանկը համոզված է լինում, որ երաշխավորված են ծրագրի պահանջները։ Ծրագիրը ոչ միայն նախատեսում է շինարարություն, այլ նաև ունի շատ կոմպոնենտներ, մեզ համար շատ կարևոր է, որ վերջնական ազդեցությունը լինի ինչքան հնարավոր է շատ, մաքսիմալ, եւ դրա համար մենք օրինակ նախատեսել ենք սեյսմիկ նորմերի վերանայում, որը շատ կարևոր է Հայաստանում քաղաքաշինության զարգացման համար, մենք կարողությունների զարգացման մեծ կոմպոնենտ ունենք, նաև շատ կարևոր է նշել, որ սեյսմիկ աղետի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ իրականացվեն եւ դպրոցները ունեն ծրագրի պահանջով սեյսմիկ աղետի կառավարման պլան եւ բոլորը գիտեն, թե ինչ պետք է անեն նախապատրաստվելու համար, եթե երկրաշարժ լինի դրան երկրաշարժի ժամանակ եւ երկրաշարժից հետո եւ ներգրավված են նաեւ հարևանությամբ գտնվող բնակիչները այդ գործընթացում։ Այցի հաջորդ կանգառը Իջևանի Գանձաքար գյուղի դպրոցն էր, որը եւս վերանորոգվել է ծրագրի շրջանակներում։ Դպրոցի տնօրենի խոսքով մինչ դպրոցի կառուցումը երեխաների համար դասերը կազմակերպվում էին մասնավոր տարածքներում, իսկ ազատ ժամանակ աշակերտներն իրենք էին օգնում դպրոցի գույքի տեղափոխման գործում, ինչը խոսում է եւ աշակերտների ոգևորվածության եւ ծրագրի կարեւորության մասին։ Շինարարությունը տևել է 3 տարի 6 ամիս եւ շահգործման հանձնումից հետո արդեն 467 աշակերտ եւ 67 ուսուցչական, տեխնիկական, մի խոսքով անձնակազմ տեղափոխվել ենք այս հրաշալի կառույցը։ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսված 46 դպրոցից 23-ի շինաշխատանքներն արդեն ավարտված են։ Մյուս դպրոցում կատարվում են շինարարական կամ վերջնական փուլում գտնվող նախագծային աշխատանքներ։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Այսօր տեղական ժամանակով ժամը 10:11-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում Բավրա գյուղից 8 կիլոմետր հարավ-արևելք հատվածում արձանագրվել է երկրաշարժ օջախի 10 կիլոմետր խորությամբ, 2.9 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ եւ Աշոց գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Այս ժամին այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։